Արենի համանցը ղեկավար Սերժ Տեսյան ինչ հրաշալի խաղաղացվեց դուք պատկերացրեք որ 0-ից մարդը կամ իբեր խաղաղացի եւ նստել արել ես չգիտեմ ինչքան մեծ գումար դրա քանդելը այդքան հեշտ չի հետո քանդեց այդ դասին աճմա խաղ ես Արենի պայմաններն եմ ասում այդտեղ ոչ հացադիկ կլինի ոչ պտուղ կլինի ոչ բան այդ քարի այսինքն հողերը նորից մենք վերածենք Ես չասեցի քանդեք, ես ասի մտածեք, միգուցե ժամանակն է ուրիշ բան անել։ Մենք հավանք ունենք եւ մենք այդ հետագա բոլոր բանը, բայց այսօր մենք ոչ գերի հարցրեց, ոչ չեսիջած այդ խաղաղ մտյող ասան շուկան ամենուշ։ Հիմա ինքը կվեցնի ես ցավոմացա։ Լիցենզիա ստացա բանի ողու, ինքը կվեցնի հարցարով այդ նույն Արենի խաղաղը։ Իսկ այդ դինոգորը արդեն մտել է եւ մտել է առանց գերի։ Այսինքն մթերում առանց գնի։ Հիմա մտել առանց գնի, չկա։ Որտեղ խաղաղ գործը վերքը հասել է, չկա այդաշտը։ Սա էլ վերցնի, հա, դավաց գին որոշում։ Բայց ո՞նց է այտենց լինում։ Առաջինը մեր գյուղում հասկանանում սեպտեմբերի 15-ին արդեն այդ խաղողը հավաքելու ենթակա։ Եթե մենք սպասենք մինչև հոկտեմբերի 10-ը։ Մի սպասեք, բայց ապրանք եք առնում, գին ասեք այդ մարդը։ Ուրեմն մենք ես միշտ սա կարողացած եմ։ Սերում եմ հետո գինա ձևավորում, այդ իրենց վճարում։ Ես կարամ մի գին ասեմ մեր ները տամ, ես չեմ որ 350 եմ, ես էլի մթերել եմ, տրել եմ 350-ով վճարել։ Անցած տարի ես վճարել եմ 100։ Իսկ ով է որոշում 350-ա թե 150։ Այդ շուկան ով է, դուք չեք այդ շուկան, ես չեմ հասկանում։ Չէ, հիմա դուք չեք, հեսա նստած եք այստեղ։ Ազնիվ ասեք, մարդիկ նստած են, ազնիվ ասեք։ Ինձ ասում են եկավ նախարարը գին չորոշվեց։ Ես եմ գին որոշողը։ Դուք եք ասեք մարդկանց գինը։ Գինը հայտարարեք։ Ինչի ազնիվ չեք ուզում հայտարարել, որ մենք կգնանք, ում եք սպասում, էլի ուզում եմ հասկանալ։ Պարոն Ղազարյան, մի հատ բարձր գին ասա, որ մտել։ Դուք հասկանում եք, եթե դուք ձեր մեջ չեք կարում կողմնորոշվեք ինչ անեք։ Հա, ասեք բարձրակարգ, ասեք բարձրակարգ որակը ես գնով, ցածր որակը ես գնով, կախեք այդ նկարները որակի, որ գյուղացու համար է պարզ լինի։ Գյուղացին պատրաստ է, որ բարձր որակը 200 դրամով տա, ցածրը 100-ով, իրանք ասում են մենք պատրաստ ենք։ Եթե կառավարություն իրավունք չունի որոշի մինիմալ գին, դա սխալ է։ Եթե մենք որոշենք, դա բիզնեսին է խանգարում։ Դուք պետք է միավորվեք, մինիմալ գին որոշեք, դուք ես գյուղի համինքնարժեքը գիտեք, ամել քանակը գիտեք, հավաքվեք, որոշեք իրար հետ արտադրողներով, որ այս սրանից ցածր պետք է չառնենք Արենին, այլապես այգիները գյուղացին կքանդի։ Եթե դա ձեզ պետք է պահպանել Արենի խաղողը, դուք բոլորդ ես մարզից եք։ Դուք առաջինը պետք է հետաքրքրված լինեք, որ այդ Արենի խաղողը չքանդվի։ Գինը նենց տվեք, որպեսզի այդ գինը, չեմ ասում գյուղացին հարուստանա, դուք սննկանեք, բայց նենց տվեք, որ համ իրան լավ լինի, համ ձեզ։ Որից շինարարության համար համայնքները վճարում են 5% համապատասխան, իսկ գյուղտեխնիկայի համար 20%։ Այսինքն 20%-ը դա մոտավորապես 65 միլիոն է 5 օպերատիվ համայնք։ Որը ըստ էության բիզնեսի մեջ համարյա չտեսնված դեպք կա։ Դու վճարում ես 65 միլիոն, ստանում ես 235 միլիոնի գյուղտեխնիկա, որը մենք բոլորս գիտենք, համայնքների մեծ մասում դեռևս 30 տարվա սովետական միությունից մնացած
Այսինքն դա լավ տարիս երթադրում, որ մենք դեռևս 30 տարի սրանց հետո մենք ունենանք իմաստալի քանակությամբ իմաստալի գյուղտեխնիկա, բայց ցավոք դա լուծումը չի գտնվում, որովհետև այսօրվա վիճակում դառնում հարցապատճառները, թե ինչու համայնքները չեն կարողանում կոոպերատիվի անդամները ինչու չեն կարողանում գուցե ուսում անսանձողոսի համապինանսավորումը, բայց լուծումը ես հանրային դեպս առաջարկում ենք այդ մասի խոսել որը համենայնիվ իմ կարծիքով դա լուծում է, ես ինչ եմ առաջարկում այս վիճակից դուրս գալու համար, որովհետև արդեն տարին լրացել է, բայց այնուամենայնիվ առաջարկել է 2 տրախտում 235 միլիոնի գյուղտեխնիկայի փոխարեն։ Հասկանալի է, որ երբ որ ծրագիրը նախատեսել էր համաֆինանսավոր 5%-ից 20%, որոնք հասկանում են, որ եթե պետությունը պատրաստ է վճարել 95%, քիվանություն չի, որ այդ 5%-ը չի վճարում, և նույնը 20%-ի համար։ Դա հասկանալի է հոգեբանորեն և բիզնեսի պատճառով է, երբ որ դու մի բանի համար վճարում ես, դու լրիվ ուրիշ մոտեցում ունես, և երբ որ քեզ մի բանը ձերի բերում տալիս են, լրիվ ուրիշ մոտեցում։ Հիմա լուծումը, ասեմ իմ կարծիքով, որ կոոպերատիվներ ես խոսել եմ, բոլոր կոոպերատիվների նախագահների, համայնքապետերի հետ, որոնք որ այդ կոոպերատիվներն համաձայն են վերցնել վարկ։ Երբ որ նրանք վարկով այդ 20%-ի համաֆինանսավորումը անեն, դա բացառապես և հոգեբանական խնդիր է, և բիզնեսի խնդիրը լուծում է։ Մեկային փողը դեր համար ինչ կարևոր է, թե այս այդ փողը որտեղից բերեցին և համաֆինանսավորումը անեցին։ Բայց հանուն սրտի նորաստեղծ կոոպերատիվները չունեն գրավի առարկա։ Եվ բացարձակապես թողնել բանկերի հետ այդ հարաբերության մեջ դժվար չի ստացվում, վարկի խնդիր չի լինում։ Ես կողմից այդ վարկը համարյա բոլոր հաշվարկներով վճարելիք վարկ է, որովհետև դու վճարում ես 20%-ի համար, դրանք հետ բերում 100%-ով գյուղտեխնիկա և այդ 100%-ով վճարում ես ընդհանուր 20%-ի փող։ Այսինքն այդտեղ չվճարելու ոնց որ թե ամենայն ամենակարդակ տարանձավոր պիտի լինես, որ այդ 20%-ն չվճարես։ 100% ապրանք ձեռք բերում։ Ստեղ մնում է մի խնդիր, ես չեմ կարծում, որ պետության ընդորում առաջինը լինելու առաջին դեպք լինելու ամենալավ մասնակետա, որ դու կարողանում ես որոշում ընդունես, երբ որ ավելի ցածր օղակներ պետք է հարցնել, բայց այս իրավիճակում դա սկզբունքային որոշում է։ Ես հասկացում եմ, պետությունը որևէ ձևով կարողանա երաշխավորել կոոպերատիվների գրավի առանցություն, գրավի բացակայություն։ Եթե դա լինի, պատկերացրեք, մեր բաղդասկետից որևէ, ստեղ բավականին մեծ է ոգևորություն, և պետությունն միջին հաշվով որոշեց, որ քվոտաներ է, որ ասենք քանի համայնք, որ ինչ մարմինք պետք է լինի։ Վայոց ձորի համար շատ էին որոշել, որտեղ ոգևորվածություն, բայց այդ բանի որոշավ հիմա արդեն կամ լավ պրոցես։ Կարծում եմ, եթե մենք կարողանանք այս վարկավորման լուծել պետության գրավի բացակայության երաշխիքով, դա էապես կարողանանք։ Ես հասկացա։ Մենք հիմա վերանայելու ենք այդ կոոպերատիվների մասին, ոչ թե վերանայելու ենք, այլ փորձելու ենք էլի ավելի լավացնենք, որպեսզի մարդկանց դրդենք նրան, որ գնան որ նստեք միավորման։ Ուրիշ խնդիր կա այդ կոոպերատիվների օրենսդրության առումով ինչ-որ հարց կա, որը խանգարում է այսօր մարդկանց միավորվելու։ Չկա։ Ինքը լրիվ նպաստավոր է, որպեսզի ստեղծվի։ Հոգեբանական որևէ խնդիր չկա, մարդիկ սիրով են, որ ծրագիրը ես ինչքան մենք ժողովներ ենք անում, մարդիկ հասկանում են, որ ռեալ իսկապես, եթե այսքան գյուղտեխնիկա հնարավոր է այս գնում դեռ բերել և բերել օգտվել է դրանից, Հիմա ներողություն, որպեսզի երկար չխո, ձեր մոտ հիմա կան
խմբեր, որոնք պատրաստ են կոոպերատիվի մեջ միանալու, փողի խնդիր կա։ Չկա այդպես։ Կոոպերատիվները ստեղծված են։ Գիտեմ, բայց ստեղծված են եւ փողը տվել եք։ այո, եւ Նոր կոոպերատիվների մասին է խոսքը։ Հավաքելու դիտարկելու հնարավորություն կա ուսումնասիրությունը կատարված է եւ խնդրեի եւս մեկ անգամ բացատրել հաճիկի ջրամբարի խնդիրը, որը կատարվում է մեխանիկական եղանակով հիմնականում, որը չի բավարարացնում 160 հեկտար հաշվարկային վաճառական կուլտուրաներ մշակում Ջրամբարության դեպքում կրկնակի կամենանա հողապարասների մշակությունը։ Ինչքան է հիմա մշակվում, քանի ինչ է։ 60 հեկտար եւ Եթե ջուր լինի 320 կվերը մշակ։ ավելի շատ։ Եթե մենք այդ ջրամբարը Տվյալները գրենք, որ այդպես գրենք։ Բան նախարար, դա իրոք ես ես ասի, ոչ միայն խաչիկում, նաև ունենք մենք էլի երկրի համայնքում, Բեռնազյանում, մենք ունենք Բարձունի համայնքում, տարբեր համայնքներ ունենք փոքր ջրի կուտակումների ուղղակի պատրաստել ներդրումներ, երկրին նախագիծը պատրաստել, Քննարկվել ուսումնասիրել են, վերջերս բարձրացնենք նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ, պարոն Լոքյանի հետ այցելեցինք և Յուրի Լևոնիչին էլ բերել որպես մասնագետ։ Իհարկե նայեցել գնաց Յուրի Լևոնիչը, որ պետք է հաշվարկում անել, եկավ մինչև պատասխանը չկա։ Իրոք դրանց անհրաժեշտությունը կարիքը կա, անհրաժեշտությունը կա և այդ Գարնանային ջրերը բոլոր այդ համայնքներում եւ ընդհանրապես էլ այդ ջրերը լիարժեք օգտագործվում։ Հիմա տեղափոխել են մեզանից ջրային տեսություն, բայց մենք անպայման կդիմենք համապատասխան գրություն կգրենք, որ ասենց խնդիր կա, որ հասկանանք։ Մենք խնդիրը կբարձրացնենք։ Շնորհակալություն։